Հալելույա, փառք մեր Տիրոջը, փառք ու փառք։ Եկեք մի հատ աղոթենք Աստծո ժողով։ Տեր իմ Աստված, մենք մեծարում ու փառաբանում ենք քեզ Տեր։ Տեր, կենթանի է քո ներկայությունը այստեղ Տեր։ Տեր դու զորավոր ես, Տեր դու ամենակարողն ես։ Մենք խոնարհվում ենք քո առջև Տեր։ Թող Սուրբ Հոգու անձրևները թափեն այստեղ ամեն մեկի սրտին Տեր։ Թող այսօր ամեն մեկը Տեր իմ տենա քո կենթանի ներկայությունը այս պահին Տեր, որտեղ դու ասում ես որտե 2-3 հոգուց ավելին խոսում են իմ մասին, ես այնտեղ եմ։ Տեր, ես հավատում եմ քո ներկայության, ես հավատում եմ Տեր, որ դու զորավոր ես եւ ամենակարողն ես Տեր։ Ես հավատում եմ Տեր, որ դու քո կյանքը տվել ես ամեն մեկի համար Տեր, տվել ես ամեն մի անձի համար Տեր, թափել ես այն այրունը խաչի վրա Տեր եւ արժանացել ես մեզ հավիտենությանը Տեր։ Ես խնդրում եմ Տեր, օրհնիր, զորացա, լցրու Սուրբ Հոգով Տեր, թող այսօր մենք չենք միայն լսողի դերում, այլ լինենք քո կամքը կատարող Տեր, քո գործը գործող Տեր, որտեղ Տեր դու ես ալֆան, օմեգան, առաջինը, վերջինը եւ հավիտենությունը Տեր, եւ առանց քեզ Տեր չկա կյանք։ Ամեն։ Հալելույա։ Փառք ու փառք մեր Տիրոջը։ Մեր Տերը զորավոր է, մեր Տերը ամենակարողն է, սիրելիներ։ Ես ասա մի հատ այնց հռչակում, ասա ես այսօր իմ Տիրոջ հետ եմ հավիտենական։ Ես այսօր իմ Տիրոջ հետ եմ հավիտենական։ Իմ Տիրոջ անունը Հիսուս Քրիստոս է։ Ամեն։ Սիրելիներ, ես ուրախ եմ ստե գտնվելու։ Եկեք նստենք, ես Տիրոջ խոսքով ձեր հետ կկիսվեմ։ Եկեք ես շատ կրկին անգամ ուրախ եմ, այսօր այստեղ եմ, Կրասնոդարում եմ։ Կարեն ասեց, ես Աստրախանից եմ, մենք էլ ընդեղ ժողովուրդ ունենք, մենք էլ ընդեղ այսօր ասած շատ ենք, չեմ ասում շատ ենք, բայց լավ ենք։ Սիրելիներ, գիտեք, Տերը այնքան զորավոր է, այնքան ամենակարողն է, ես լսում եմ այդ երգը, որ ասում է քամիների մեջ փնտրեցիմ քեզ, իրապես ինձ կպավ սրտիս, ես մի հատ խոսք հիշեցի, вообще իմ թեման ուրիշ խոսք է, ես հիշեցի մեկ անձնավորություն, հայտնի այտենց կարդում է իր գիրքը, անունը Ջոն Նյուտոն է, ինքը ասես մի հատ հռչակում էր արևելյա կյանքում Պողոս Առաքյալի նման, ասում էր ես ամենամեծ մեղավորն եմ այս աշխարհում, բայց ես ունեմ ասում ամենամեծ փրկիչ, որի անունը Հիսուս Քրիստոս է, եւ ինքը միակ իմ հույսն է, եւ իմ փրկությունը միակ իր մեջն է, Հիսուս Քրիստոսի մեջ։ Ամեն։ Եկեք դա զորավոր է, որ դու հասկանում ես, որ դու մեղավոր ես եւ դու ունես ամենամեծ փրկիչը, դա Հիսուս Քրիստոսն է, որովհետեւ դու գնում ես, որովհետեւ դու ապրում ես, որովհետեւ դու այսօր կաս։ Եկեք մեր կյանքը այսօր իր ձեռքերի մեջ է եւ իրապես մենք պետք է ոչ թե միայն լսողի դերում պետք է լինենք, մենք իրապես պետք է անենք իր գործը, իր խոսքով ապրենք, որովհետեւ իր խոսքը դա զորավոր է, սիրելիներ։ Եկեք այսօրվա խոսքը ասում եմ ձեր հետ կիսվեմ, ես անվանել եմ, ես դրա մասին խոսացել եմ մեր մոտ, այսօր դու ում հետ ես այսօր, ում հետ ես այսօր, Հիսուսի հետ։ Գիտեք, ինչ եմ սենց անվանել, որտեղ իրապես ես կարամ ասեմ, որ շատ անգամ ալու մեր կյանքում, երբ որ մենք չեմ ասում, մենք չենք կարում ասենք, որ մենք այսօր Հիսուսի հետ չենք, բայց գիտեք, բարին իմաստով ըլում է պայեր, որ մենք երբեմն շեղում, մենք երբեմն չենք կարում հաստատում իրենք իր մեջ, իր խոսքով ապրենք, բայց մենք այսօր ամեն ձև պետք է անենք, որ իրապես հաստատվենք իր խոսքի մեջ, հաստատվենք իր խոսքի մեջ, որովհետև գիտեք, այսօր մենք վերջին օրերում ենք ապրում ենք վերջին օրերում, մենք չենք կարող ասենք երբ է գալու մեր Տերը, երբ է այդ օրը լինելու, բայց եկեղեցին հարց ինքը պետք է պատրաստ լինի, միշտ արթուն լինի, երբ որ ինքը գա, երբ որ մենք իրենք, որ ասում են նա կարող գողի նման գա, նա կարող է միակնթարթային գա եւ ոչ մեկ չսպասի, դու դեռ չսպասես, երբ ինքը գալու, բայց արդյոք դու այսօր պատրաստ ես հանդիպելու իրանը, արդյոք դու այսօր պատրաստ ես հաստատուն լես իր խոսքի մեջ կատարես իր կամքը։ Ես կկարդամ խոսքից, ես շատ եմ սիրում օրինակներ բերել ավետարանից, որտեղ այդ ավետարանից երբ որ մենք բերում ենք օրինակներ, պատմություններ, դա անենց ոնց ասեմ ձեզ, մեր այսօրվա կյանքն է, մեր այսօրվա օրինակներն է, ապրելակերպ ոնց ասեմ 2000 տարի մեկ ուրիշ է, այսօր ուրիշ է, բայց մարդիկ նույնն են, հասկանում եք, մարդիկ չեն փոխում, մարդու սիրտը նույնն է, մարդու մարմինը նույնն է, Տիրոջ հոգին մեկ է, 2000 տարի առաջ ոնց եղել է եւ մեր Տեր Հիսուս եկել է, այսօր նույնն է, եւ մենք չենք փոխվում ոչ մի ձև, բայց մենք պետք է լինենք հաստատուն կայուն Տիրոջ խոսքով։
ապրող մարդիկ։ Գիտեք, ես կկարդամ միտեղ Մատթեոսի ավետարանը 7-րդ գլուխ 21-22 խոսքից։ Ստեղ ասում է Մատթեոս ավետարանի չէ, հետաքրքիր խոսքեր։ Ոչ թե ամեն ինձ Տեր ասող երկնքի արքայություն է մտնելու, այլ նա, ով կատարում է իմ հոր կամքը, որ երկնքում է։ Այն օրը շատեր ինձ կասեն. Տեր, չէ որ քո անունով մարգարացանք, քո անունով դևեր հանեցինք եւ քո անունով շատ հրաշքներ գործեցինք։ Հետաքրքիր խոսքերը, ես ինչ եմ այս օրինակ ուզում բերեմ ավետարանից սկզբնականը, որտեղ ես տենում, մենք տենում ենք այսօր շատերը կարան ասեն Տեր, մենք քո անունով էս ենք արել, մենք քեզ ճանաչում ենք, բայց գիտես, հարցը դրա ես չեմ ասում դու չես ճանաչում Հիսուսին, ես չեմ ասում դու չգիտես Քրիստոսին։ Մենք բոլորս գիտենք, մենք բոլորս իմանում ենք, բայց արդյոք մեր այսօրվա կյանքը համապատասխանում է դրան։ Արդյոք մենք միայն չենք ասում, գիտես Տեր, ես քեզ հավատում եմ, ես կարամ անեմ էսեն, բայց մենք, գիտես, երբ որ անում ենք սխալ քայլեր, մենք իրապես կարանք դեմը լինենք Աստծուն։ Հասկանում եք։ Պարզ ասեմ ձեզ, նես չի որ հասկանում ես, եթե դու մեղք ես գործում ու կարաս համ Տիրոջ հետևից գնաս, համ էլ կարաս մեղքը գործել եւ ասես, գիտես, դա նորմալ է, դա տես պետք է լինի։ Գիտես, դա ճիշտ չի, դա սխալ է, դու երբ որ մեղք ես գործում, երբ որ դու սխալ ես գործում, դու ըլնում ես դեմ ըստ Աստծու։ Բայց այսօր դու պետք է լինես Տիրոջ հետ։ Եթե դու ընդունել ես Հիսուսին ոնց որ քո անձնական Տեր ու Փրկիչ, հասկանում ես, դու պետք է հաստատուն ունես խոսքի մեջ, դու պետք է աճես խոսքի մեջ, իմանաս իր կամքը, ինչ է ինքը ուզում։ Գիտես, երբեմն շատ անգամ մարդու գործերը չեն համապատասխանում այն դրանը, հոգևորների, երբ որ իրանք կանչում են, ասում են, ես Հիսուսին հավատում եմ, բայց երբ որ դու առօրյայում իրապես համընկնում ես, տենում ես, շատերի գործերը ըլում են խառն, տարբեր, որովհետև մարդիկ սկսում են սխալներ գործել։ Գիտեք, շատերի համար դա ոնց որ ասած սովորական է դառնում։ Գիտեք, սխալ գործես, մեղ գործես եւ ասես Տեր, ես քոն եմ, ես հավատում եմ, ես քեզ հավատում եմ, որովհետեւ դու իմ Աստվածն ես, բայց գիտես, ճիշտ է այն, երբ որ դու ասում ես ու գործերով դել համապատասխանում ես։ Երբ որ դու անում ես եւ կատարում ես եւ հավատում ես, որ ինքը քո Տերն է, բայց ոչ թե մենակ հավատում ես ու չես կատարում, այն ամենը ինչ որ Տերը ուզում է քո մեջ տենա։ Բայց գիտես, Տերը այսօր ուզում է քո մեջ տենա իրապես խոնարհություն։ Տեր ուզում է տենա, որ դու ըլնես խոնար զավակ։ Բայց եթե շատ անգամ երբ որ գալիս ըմբոստունություն, մարդու ըմբոստունություն, երբ որ մարդը սկսում է հակառակ բաներ անել Աստծո դեմ, գիտեք, եւ չի էլ զղջում շատ անգամ, չի էլ ուզում հասկանա, որ ինքը սխալ է գործում, գիտեք, դադարում է սովորական մի բան։ Բայց մենք պետք է հասկանանք մի բան, եթե դու ապաշխարել ես, եթե դու տվել ես քո կյանքը Հիսուս Քրիստոսին, դու պետք է միայն գնաս իր հետևից։ Դու պետք է միայն անես այն ինչ որ ինքն ասում։ Մենք չենք կարող, հասկանում եք, դառնանք Աստծո դերը մեր կյանքում, բայց շատ անգամ ելում է, երբ որ դու ասում ես, բայց դու ինքդ ես որոշում ես ինչ անես այնպես, ոնց որ դու ես տենում։ Բայց եկեք ասենք մի հատ մտածենք, մենք հարցնում ենք Տիրոջից երբեմն, հարցնում ենք Տեր, դու ո՞նց ես ուզում, դու ո՞նց ես կամենում, դու ո՞նց ես ուզում, որ ես իմ այսօրվա առօրյան ձևավորեմ, կամ այսօրվա իմ առօրյայով ես ապրեմ։ Երբ որ մենք սկսենք խնդրել Աստծուց, խնդրենք Տերը, որ մեզ ցույց տա, ես հավատում եմ, Աստված ցույց կտա, թե ինքը ինչ ասում մեր կյանքում։ Երբ որ Տերը առաջինն է քո կյանքում, երբ որ Քրիստոսը առաջինն է քո կյանքում, հավատա, ամեն այս աշխարհի արժեքները գնում են հետո։ Բայց գիտեք, շատ անգամ երբ որ մենք մեր էություն ենք դնում առաջի տեղը, երբ որ մենք մեր էությունով ենք սկսում քայլել եւ ասում ենք Տեր Աստված, սպասի, Հիսուս, սպասի, ժամանակը կգա, ես քեզ կասեմ, արի մտի եւ արի դարձի իմ թագավորը։ Բայց գիտես, դա ճիշտ չի։ Տեր ուզում է, որ ինքը ըլնի առաջինը, ինքը ըլնի ամեն բանում քո կյանքում, հասկանում ես։ Եվ դա ճիշտ է, որովհետեւ Հիսուսը եկավ դրա համար, որպեսզի դու փրկվես։ Ինքը եկավ դրա համար, որպեսզի դու ունենաս հավիտենական կյանք։ Գիտես, այդտեղ մի հատ հետաքրքիր պատմություն կա, ես շատ եմ սիրում այդ պատմությունը մի կնոջ մասին։ Կինը շատ մեղավոր կին էր։ Երևի բոլոր լսել եք այդ պատմությունը, կարդացած կնեք շատ անգամ, երբ որ ինքը գալիս է եւ օծում է Քրիստոսին։ Հիշում եք, չէ՞, յուղը որ բերում է, ջարդում է, լցում է, ես իմ այդ պատմության մասին խոսեմ ձեր հետ։ Գիտեք, իրապես այս պատմությունը շատ հետաքրքիր պատմություն է, ինչու, որովհետև մենք տենում ենք այդ կնոջ մոտեցումը։ Այդ կնոջ մոտեցումը, երբ որ ինքը մոտիկացավ Քրիստոսին։
Գիտեք, ես կկարդամ Մարկոսի ավետարան, եթե ունեք ավետարաններ բացեք։ Մարկոսի ավետարան 14-րդ գլուխ։ Երրորդ խոսքից։ Մինչ Հիսուսը Բեթանիայում էր Բորոտ Սիմոնի տան սեղան նստած եկավ մի կին, որն ուներ նարդոսի ազնիվ թանկագին յուղ մի շիշ։ Նա շիշը կոտրեց եւ Հիսուսի գլխին թափեց։ Սակայն ոմանք սրտնեղեցին ասելով. ինչի համար է յուղը այս վատնում։ Եկեք այստեղ կանգնենք մի քիչ, ես ուզում եմ, որ մենք մի քիչ ավելի հասկանանք այդ իրավիճակը։ Ինչ կատարվավ այս կնոջ պարագայով։ Կինը եկավ Քրիստոսի մոտ։ Ինչ բերեց այս կինը իր հետ։ Բերեց թանկարժեք մի հատ յուղ։ Եկեք շատերը ասում են, որ այդ յուղը շատ հանգանոց յուղ էր եղել, երբ որ շատ աստվածաբաններ, այսինքն գումարում են, ասում են մոտ 30,000-ից այսօրվա 50,000 դոլարի թանկանոց ասում են յուղ էր, եւ այդ յուղը ամեն մեկը չուներ, այն վաղ ասում են Հնդկաստանից բերված հատուկ յուղ էր, եւ ասում են պապեկան կարային, այսինքն մայրիկը տար իր աղջիկան, աղջիկը իր աղջիկան, եւ ասենց թանկարժեք իրանք պահում էին այս յուղը։ Ոնց որ ասած են շշի մեջ, բայց այս կինը որոշեց բերել Քրիստոսի եւ յուղով օծել, լսել Քրիստոսի գլխին եւ խոնարհվել Քրիստոսի առաջ։ Գիտեք, հետաքրքիրն է, որ այս կինը գնաց այս քայլուն, ինչի համար, որտեւ ինքը մոտեկացավ Քրիստոսին շնորհակալություն հայտնելու։ Ինչի, որտեւ ինքը ազատվել էր։ Հիշում եք, չէ՞ ինչից էր ինքը ազատվել։ Հիշում եք, ինչ կյանքի իրադարձություն էր եղել իրանց ընտանիքում, որովհետև շատ դժվար էր այդ պարագան, երբ որ ինքը խոնարհվավ Քրիստոսին։ Եվ գիտեք, հետաքրքրն էր, այն մարդիկ, երբ որ շրջապատել էին Քրիստոսին, ովքեր էին աշակերտները։ Հովանեսի ավետարանում նույն տեղում տալիս է Հուդայի մասին, հիշում եք, չէ՞ որ Հուդան նույն բանը ասում է, երբ որ Հուդան տենում է, այդ կինը գալիս է, այնտեղ այդ յուղը ջարդում է, լցում է եւ օծում է, լցում է Քրիստոսի գլխին, եւ այնտեղ Հովանեսում տալիս է, որ ոտքին էլ է լցում, ասում է ինչի է ինքը ջարդում, չէ՞ որ կարար ծախեր, չէ՞ որ կարար տայինք աղքատներին։ Հետաքրքիր է, որ նույն տեղ էս ավետարանում մենակ Հուդան այդ բառերը ասում, չէ՞ որ կարային ջարդեին եւ տային ումը աղքատներին, բայց ստեղ մենք դերում ենք այդ կնոջ խոնարհությունը։ Ինչ այդ կինը խոնարհավ, ինչ այդ կինը արեց, եւ այդ կինը չէր նայում ոչ մեկին, ով ինչ էր նայում, ով ինչ էր ասում։ Ինքը իր քայլը արեց, ինքը եկավ Քրիստոսին։ Բայց հետաքրքիր աշակերտներ, երբ որ կիսվեցին երկու մասի, ոմանք ասում են սկսեցին տրտնջալ, ոմանք ասում ասեն ինչի է նա անում, եւ Հուդան դրանց մեջ մեկտեղներ։ Գիտեք, նայում են Քրիստոսին եւ ասում են ինչա նա ինքը անում։ Շարունակությունը ստեղ տալիս է 6-րդ խոսքում, ասում է Հիսուս ասեց. թողեք նրան, ինչու եք նեղացնում, նա ինձ համար մի բարի գործ արեց։ Աղքատները միշտ ձեզ հետ են, երբ ուզեք նրանց կարող եք բարի անել, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա։ Որտեւ ասում է շատերը տրտմեցին աշակերտներից։ Գիտեք, ես չեմ ուզենա, որ մենք ոմանքս լինենք այդ մեկ աշակերտների կողմ, ովքեր որ դժգոհություն էին հայտնում Հուդայի եւ մնացած աշակերտների մոտ, որտեղ դու պատկերացեք այդ աշակերտները ոնց որ ասած Քրիստոսին դատապարտեցին, չէ՞, ասեցին ինչի անում, չէ՞ որ կարայինք աղքատներին ծախենք, աղքատներին ջարդեին, այդ յուղը տարվեր, ոչ թե այդ կինը այդ ինչ արեց։ Բայց Քրիստոսը թողեք, աղքատները միշտ են ձեր հետ, բայց ես ձեր հետ միշտ չեմ։ Դեք հարցը ստեղ առաջանում, չէր կարա Աստված միանգամից համ աղքատներին կերակրի, համ էլ էս կնոջ արարողություն։ Իհարկե Աստված կարա միանգամից մի քանի գործողություն անի։ Երևի աշակերտները մտածում են հիմա այս պահին բերի եւ ջարդի անի եւ աղքատները չէին կարա ուտեին եւ աղքատները չէին կարա այդ ամեն ունենային։ Բայց գիտեք, հետաքրքիրն է, որ այս կինը խոնարհվել էր Քրիստոսի առաջ։ Այս կինը կերեր ամբողջ հոգով սրտով։ Այդ կինը չէր նայում ով ինչ է ասում։ Այդ կինը չէր նայում Հուդային, չէր նայում աշակերտներին, բայց աշակերտները այս պարագայում իրանք տրտմում էին, իրանք ուզում էին, որ դա տարվեր, ծախվեր եւ աներ։ Գիտեք, այդ մի կողմը աշակերտները, ովքեր որ այնտեղ էին, ովքեր որ դեմ էին Քրիստոսին, Գիտեք, հետաքրքիրն է, որ շատ անգամ մենք նմանվում ենք այս աշակերտներին, այդ մի կողմի աշակերտներին, ովքեր որ միշտ դժգոհում են, ովքեր միշտ որ տրտմում են, ովքեր որ միշտ իրանց ոնց որ ասած ցույց են տալի իրանց դժգոհությունը,
Տիրոջը, սրա հետ համաձայն չեմ, սրա հետ համաձայն չեմ, ես դրա հետ եմ համաձայն, ինչա սենց լում, ինչա տենց լում։ Բայց գիտես սիրել, ես քեզ կարամ ասեմ, եթե դու գնում ես Քրիստոսի հետևից, մի նայ կողքին ընդ քեզ ինչ ասում, մի նայ կողքին ընդ դժգոհությունով, դու խոնար ձևի կարաս ծնկաչոք գաս եւ խոնար ձևի կարաս անես այն ինչ որ Տերը ուզում է։ Հավատա, հենց այդ իրավիճակը, այդ կնոջ, այդ յուղի օծությունը պետք էր Քրիստոսին այնտեղ։ Քրիստոսը ուզում էր դա ընդունել ու Քրիստոսը ընդունեց։ Բայց ոմանք չէին ուզում որ Քրիստոսը դա ընդուներ, ոմանք չէին ուզում որ Քրիստոսի համար դա արվեր։ Գիտես, այսօր դու քեզ հարց տուր։ Դու իրապես խոնարհված ես Տիրոջ առաջ։ Իրապես դու այն մեկն ես, որ կարաս անես անսպասելիորեն, չնայելով կողքինի, չնայելով այն մեկին, ով որ դեմ է։ Գիտեք, այդ յուղը այդ կնոջ անձնական յուղն էր։ Ոչ թե աշակերտների, ովքեր որ դեմ էին։ Դաժե Հուդա է։ Երբ որ Հուդան ասեց այս բանը, մի քանի ժամից հետո Հուդան գնաց եւ դավաճանեց Քրիստոսին։ 30 արծաթով դավաճանեց, որ ասում է 300 դահեկանով կարելի էր ծախել։ Հուդան չէր մտածում այդ բանի մասին, Հուդան մտածում էր իր անձի մասին։ Հուդան մտածում էր, որ իր անձն է կարևոր, ֆինանսն է կարևոր։ Բայց գիտես, Քրիստոսը տեղի էր տալիս հենց անձնական մոտեցումին։ Հենց այն անձնական մոտեցում, երբ որ դու կարաս քո քայլը անես դեպի Հիսուս։ Երբ որ դու կարաս անես անկեղծորեն, չմտածես, որ դու ունես մի հատ թանկարժեք մի բան, որ քեզ պետք չի տալ Քրիստոսին։ Գիտեք, ես ասում եմ, այն վաղտերը դա շատ թանկարժեք նյութ էր, բայց այս կինը առանց որևէ մտածելու, առանց որևէ քայլի ինքը բերեց ու արեց, բերեց ծնկաչոք եկավ։ Գիտես, այսօր դու կարաս այդ քայլ անես։ Ես չեմ ասում, գիտես, բերես քո թանկարժեք կեսիմ։ Գիտեք, այսօր մեր ամենաթանկը որն է։ Քո սիրտը, քո կյանքը։ Քո սիրտը, քո կյանքն է այսօր ամենաթանկը, որին որ դու պատրաստ ես իրապես իսկական ձևի տալ Քրիստոսին։ Չնայես Հուդայի նմաններին, ովքեր որ ընդեղից աղաղակում են եւ ասում են, ես համաձայն չեմ, որ դու տենց ես անում, որ տրտնջում էին, այլ նայես ուղղակի Հիսուս Քրիստոսին։ Գիտես թե փրկողը Հիսուսն է։ Հավիտենությունը դու անցկացնելու ես Քրիստոսի հետ։ Հավիտենական կյանքում դու ընդեղ ես ելնելու։ Դու համաձայն ես այսօր այն ամեն բանին, ինչ որ Տերը քո մեջ ուզում է տենա։ Գիտես, եթե դու համաձայն ես, դու պետք է խոնարհվես Հիսուսի առջև։ Գիտես, եթե դու համաձայն ես, դու պետք է գնաս իր հետևից մինչև վերջ։ Գիտես, եթե դու ուզում ես քո կյանքում քայլ անես, դու պետք է երբեք չնայես, թե կողքում ինչ են ասում։ Գիտեք, շատ մարդիկ շատ բաներ կարան ասեն, տարբեր բաներ կարան ասեն, մեկը կարա դժգոհ լինի, մեկը կարա ասի, ես ինչ անում, բայց դու արա։ Գիտեք, երբեք պետք չի տրտնջալ։ Գիտեք, հрьяաները, երբ որ անապատում 40 տարի պատտվում էին, եւ այն առաջին սերունդը, գիտեք իրենք ոնց էին տրտնջում Աստծո առջև։ Ասում են մենք ավելավը մնայինք ուտենք այն Եգիպտոսի ուտելիքները, ուտենք իրանց ասինքը տամ ձմերուկները, պամիդորները, օրինակ եմ էլի այս ասում։ Բայց գիտես այն հրաշքները, որ Աստված անում էր իրանց կյանքում, իրանք դա չէին տենում։ Ինչ հրաշքներ արեց Աստված։ Ծովը բացեց, հանեց, տարբեր տեսակի բաներ էր անում Եգիպտոսում, բայց Աստված հանեց իրանց այնտեղից։ Եվ բերեց Եգիպտոս, անապատ։ Բայց այնտեղ իրանք սկսեցին տրտնջել, ասում են լավ ենք ուզում ուտենք, էս ենք ուզում ուտենք, սկսեցին բողոքել։ Գիտեք, եթե նման է Հուդային այդ աշակերտներին, ովքեր որ sense տրտնջում են։ Գիտեք, եկեք մի հատ կարդանք այս տեղը։ Հենց նույն Մարկոսի, բայց դա հենց Հովանեսի 12-րդ գլխում է։ Այո, Հովանեսի 12-րդ գլխում։ 4-րդ խոսքից կկարդամ 12-ին։ Եվ ասում է Հիսուս աշակերտ մեկը Հուդա Իսկարիոտացին, որ նրան մատնելու էր, ասաց. Ինչու այդ յուղը 300 դահեկանին չվաճառվեց ու աղքատներին չտրվեց, բայց նա այդ ասաց ոչ թե որովհետև աղքատների մասին էր հոգում, այլ որովհետև գող էր եւ ընդհանուր գանձանակը տնօրինողն էր, եւ ինչ որ այնտեղ էր դրվում իրեն էր պահում։ Տեսեք ինչ մոտեցում էր Հուդային։ Հուդան բողոքեց, Հուդան ասեց, եւ Մարկոսի 14-ում դեռ տալիս է ոմանք աշակերտները միացան իր հետ։ Եվ հենց այդ նույն դժգոհությունը հասկանում եք, մարդը երբ որ առանձնվում է, ասում է Տիրոջ դեմ, ասում է գիտես ես համաձայն չեմ, ինչի ասենց լում, ինչի ինքը կարար աներ, բայց այս կնոջ անձնական յուղն էր դա։
Հասկանում ես, եթե դու եկել ես Քրիստոսին, դու բերել ես քո անձնական սիրտը։ Դու տալիս ես Տիրոջը քո անձնական կյանքը, հասկանում ես։ Գիտես, եթե դու քո կյանքում որոշում ես կայացնում, դու պետք է կայացնես մի անգամ ու վերջ։ Ես գիտես շատ անգամ եմ տեսել մարդկանց, ովքեր որ գալիս են, ասում են, կանգնում են, խոստում են տալի, ասում, գիտեք, մեծ խոստումներ կարան տան, ասեն, գիտես, ես հավատում եմ, всё, այսօրվանից իմ կյանքս փոխվում է, ասում մի քանի պարագա ու դու տերում ես այդ մարդը նորից մեղքի մեջ է։ Գիտեք, ցավալի է դա, ցավալի է, որ մարդը մեղքի մեջ է մնում, ցավալի է, որ ուզում ես օգնես, ուզում ես գիտես, որ կարաս գաս, ասես, կարա լսի ընդունի, բայց գիտես, զորով չես կար այդ մարդուն ասես, գիտես, մի դարձիր Հուդայի նման, հարձիր այդ կնոջ Մարիամի նման, մեկ ընդվերջ, քո շնորհակալությունը հայտնիր Քրիստոսին, խոնարհվիր իր առջև ու միանգամից պրծիր ու փոխիր քո կյանքը, չէ, գիտես, դժվարանում են մարդիկ շատ անգամ, որտեվ չեն կարում այս աշխարհը թողեն, բռնվում են այս աշխարհից, սկսում են սիրել այս աշխարհը։ Շատ անգամ հենց եսասիրությունը, այդ էգոիզմը մարդու մեջ այնքան է բխում, ոնց որ ստեղ այդ Հուդան։ Գիտեք, եկեք մենք Հուդայի կողմը չբռնենք։ Եկեք չնմանվենք այդ մարդկանց, այլ նմանվենք մեր Տիրոջը։ Հիշում եք չէ Հիսուս ինչ ասեց. Ես հեզ ու խոնարհ եմ սրտով, նմանվեք ինձ։ Ես հեզ ու խոնարհ եմ սրտով։ Դոյս մենք էլ պետք է լինենք հեզ ու խոնարհ։ Դժվար է այսօր դու դառնաս հեզ ու խոնարհ։ Դժվար է այսօր այս քայլը անես։ Գիտեք, հեշտ խոսքեր են, բայց կյանքի իրականությունում մարդկանց համար դա շատ դժվար անում։ Կյանքի իրականությունում մարդիկ չեն ուզում իրանց եսը թողեն, մարդիկ չեն ուզում իրանց անձնասիրությունը թողեն։ Մարդիկ անում են այն, ինչ որ իրանք են տենում։ Բայց գիտես, քեզ նորից եմ հարց տալի, հարցա Տիրոջը, Տեր, դու ինչ ես ուզում իմ կյանքում տենաս։ Գիտեք, Տիրոջը այնքան հաճելի էր, երբ որ այդ կինը եկավ չոքեց իր առջև։ Տեր ասես, մի կանգնեցեք, թողեք, ես ընդունում եմ, դա լավ է, աղքատները ստեղ են, ձեր հետ են, բայց ես մի ակնթարթային գնալու եմ։ Գիտես, քեզ մի հարց եմ ուզում տամ։ Դու գիտես ինչքան ես ապրելու այս աշխարհում։ Գիտեք, ոչ մեկ չի իմանում։ Ես մի մարդ գիտեի, հետո շատ լավ էի շփվում։ Ինքը այնքան տաղանդավոր մի անձնավորություն էր։ Ինքը կարում էր երգեր, կարում էր տարբեր տեսակի գործիքներ նվագել։ Երբ որ իր մոտ ամեն ինչ լավ էր, ինքը ասում էր, գիտես, ասում էր, ես ուզում եմ ծառայեմ, ասում։ Չէ, ասում եմ, չեմ կարում աշխարհի կյանքով վերապրում։ Մի օր ինքը հիվանդացավ եւ կյանքը արդեն գնում էր։ Ես գնում էի իր այդ, երբ որ ամեն օր գնում էի այցելության իրաց տունը։ Իր այդ խոսում էի, ինքը ասում է, ուզում եմ, ավակ, հենց հիմա ըլնեմ գամ, սկսեմ փառաբանել, երգել։ Մեկը ինձ ասում էր, գիտես, հույս մի դուր, ինքը всё, մի աղբոր հետ գնացինք աղոթել, ասում է, գիտես, հույս մի դուր, ինքը всё, ասում եմ, գիտես ինչ, երբ որ մարդը հələ դաժե ծանր մահիճի վրա պարկած է, Տերը կարա հրաշ գործի։ Գիտես, մեռած Ղազարոսին Տերը 4 օրից հարություն արեց եւ ինքը դուրս եկավ։ Դաժե հենց այս մարդուն Տերը կարա բժշկի եւ ինքը կարա լինի կանգնի, հասկանում ես։ Սիրելիս, Տերը կարա նույնն անի։ Գիտեք, Հովհաննեսի 5-րդ գլխում հիշում եք, երբ որ Քրիստոսը մտավ, եկավ այն բասեն, երբ որ ողջարած դռներից, այն մարդը, որ 38 տարի պարկած էր այնտեղ։ 38 տարի, այնտեղ հազարավորները կային։ Բայց ինչի Քրիստոսը հենց այդ մեկին բժշկեց։ Գիտեք, որ ուշադիր կարդաք, ասում են, շատերն էին այնտեղ պարկած, շատերը սպասում են, երբ որ հրեշտակը իջնի եւ այդ ջուրը խառնի, բայց այդ մարդուն չուներ մեկ, որ կարար տաներ, բայց Քրիստոս հենց եկավ հենց մենակ այդ մարդու համար։ Եթե հենց այդ նույն գլուխը կարդում ես Հովհաննեսի 5:17-ում, դեղ ասում է, ես եկել եմ հորս կամքը կատարեմ։ Ես անում եմ ինչ որ հայրս ասում։ Հասկանում ես, սիրելիս։ Եվ Տիրոջ կամքն է այսօր, որ դու փրկվես։ Տեր ուզում է, որ դու փրկվես։ Տեր ուզում է, որ դու քո սիրտը լիովին տաս իրանը։ Տեր ուզում է, որ դու հենց այդ Մարիամի նման բերես քո թանկագինը։ Գիտես, քո թանկը դա քո կյանքն է, քո սիրտն է։ Ով է այսօր քո սրտի մեջ։ Հիսուսը։ Քննի քո սիրտը, սիրելիս։
Քնի քո սիրտը սիրելիս, որովհետև ժամը գնում է, օրերը գնում են, հասկանում ես։ Դու չես կարող ասես վաղ ինչ կլինի, մյուս օր ինչ կլինի, բայց կա հավիտենություն։ Գիտեք այդ խոսքը հավիտենություն, հավիտենական կյանք, վերջ։ Այս կյանքից դեպի վերջ հավիտենություն ես դու գնում։ Որտեղ է քո հավիտենությունը անում։ Գիտես, սաղից լավ է, որ դու քո հավիտենությունը անցկացնես Հիսուսի հետ։ Գիտես, եկեք մի հատ հռչակում անենք։ Եկեք ասենք, ես իմ կյանք անցկացնել եմ Հիսուսի հետ։ Ես իմ կյանք անցկացնել եմ Հիսուսի հետ։ Որովհետև դու պետք է արժանանաս։ Դու պետք է արժանանաս, դու պետք է խոնարհվես, դու պետք է անես քայլ։ Դաս քո կյանքը լիովին Հիսուսին։ Սիրես, դա լուրջ որոշում է։ Ես շատ անգամ որ խոսում եմ մարդկանց հետ մեր մոտ, ես ասում եմ դու պետք է լուրջ որոշում անես, լուրջ քայլ անես։ Շատերը գիտեք այնքան թեթև են նայում այս հարցին, շատերը այնց մանրամասն են նայում այդ հարցին։ Լուրջ չեն նայում, հա, ճիշտ ես ասում։ Նորից գնում են աշխարհի մեջ, նորից աշխարհը տանում է եսասիրություն, էգոիզմ, անձնասիրություն, արծաթասիրություն, հասկանում ես, հպարտություն, գոռոզություն, նախանձ, բամբասանք, դժգոհություն, միշտ դժգոհ։ Բայց գիտես կյանքը Հիսուսն է։ Գիտես կյանքը մենակ Իրանով է։ Գիտես դու այսօր կարաս փոխես քո կյանքը։ Այսօր դու կարաս փոխես, որտեվ այդ ուժը քեզ տրված է։ Այսօր Տիրոջ մի մասնիկ քո մեջ է, դա Սուրբ Հոգին է։ Ում հետ ես դու այսօր։ Հիսուսի հետ։ Արաքայլ Մարիամի նման։ Գիտեք, ես այդ կնոջով այնքան է հիանում իր համարձակությունով։ Երբ որ ես այդ տեղը կարդում եմ, երբ որ ես համեմատում եմ Մարկոսի Հովանեսը, իրանք նմանատիպ են։ Ղուկասը մի քիչ ուրիշ ձև է գրում, բայց այնքան նմանատիպ մոտեցում էր, հենց նույն այդ կին, երբ որ գալիս է, չնայելով ոչ մեկին, չնայելով ով կանդեղ, չնայելով ինչ անելու, նայելով Հիսուսին, նայելով Հիսուսի աչքերին, նայելով Հիսուսի աստվածության մեջ, ինքը մոտիկացավ ու արեց իր քայլը։ Հասկանում ես։ Դա քայլը, որ դու կանես, դա ճեղքը, որ դու կարաս, որտեղ դու ուժեղ ես։ Գիտես, ասա ես ուժեղ եմ Հիսուսով։ Ասա ես ուժեղ եմ Հիսուսով։ Ես կարամ պայքարեմ։ Ու այսօր ես իր հետ եմ։ Գիտես, դու կարաս պայքարես։ Դու ունես այդ պոտենցիալը։ Դու այսօր իզուր ստեչես։ Գիտես, որ Տերը քո այդ ծրագիր ունի, որ դու ստեղ ես։ Գիտես, մեր կյանքում հենց այնց որ շիման չի լինում։ Իմ մոտ մի հատ սովորություն կա, որ ես մարդու հետ շփվում եմ մեր մոտ, ես ասում եմ, գիտես, ասում եմ, հենց այնպես մենք իրար չենք հանդիպել, հենց այնպես մենք իրար չենք նստած խոսում, ասում եմ, չի, ասում եմ, գիտես, որտեվ Տերը ստեղ ունի քո այդ գործ, որտեվ Տերը ուզում է, որ դու փրկվես։ Գիտեք, մեր կյանքում պատահականություն չի լինում, մեր կյանքում պատահականության ծանոթություններ չի լինում։ Եթե դու այսօր ստեղ ես, եթե այսօր բարի լուրը տարածվել է քո մեջ եւ դու հստակ եկել ես քո կյանքը տվել ես Հիսուսին, գիտես, մի նայ հետև գնա առաջ դեպի հաղթանակ, դեպի Քրիստոս։ Գիտես, կարող է դուր նեղ լինի, բայց այդ դուր օրհնված դուր է։ Այդ ճանապարհը օրհնված ճանապարհը, որտեղ դռնից մեջ կանգնած է Հիսուսը։ Եվ Քրիստոսը քեզ ընդեղ դիմավորելու, ոնց որ այդ կնոջ ուրախացավ, բարձրացրեց, ասեց՝ մի արեք, մի խոսացեք։ Գիտես, մի նայ Հուդայի կողմը։ Մի նայ Հուդայի կողմը։ Սիրիր քո կողքինին։ Սիրիր քո կողքինին։ Գնահատիր այսօրվա օրերը, ժամերը, վայրկյանները, որ դու կարաս ապրես եւ թող քո կյանքը մենակ լինի Հիսուսին։ Եթե կարաս արա։ Եթե կարաս արա, որտեվ դու այդ պտուղները կքաղես, հավատա, Տերը կտա քեզ այն, ինչին որ դու հավատա, արժան ես։ Դու ուզում ես պսակ, դու ուզում ես ինչ ես ուզում Տիրոջից։ Գիտեք, մի ավետարանիչ պատմում էր իր հայրիկի մասին, ես հիշեցի այդ պատմությունը, ասում էր, ինքը շատ մեծ, մի հատ ուժեղ անձնավորություն էր դարձել, Տեր իրան օգտագործում էր տարբեր տեղերում։ Եվ մի օր իր հայրիկը ծեր հայրիկը կանչեց իրան իր մոտ, ասեց, տղա ջան, ես քո հետ ուզում եմ խոսամ։ Հերն էր ավետարանիչ, ոնց ավետարանիչ չէր, հավատացող, հավատացյալ սովորական մի հատ անձնավորություն էր։
Ասում եկամ, ասում ինչ պապա ջան, ինչ ես ասում, ինչ ա եղել, պատմիր։ Ասում գիտես որդիս, դու այսօր ճիշտ գործ ես անում։ Ասում ինչ ճիշտ գործ եմ անում։ Հա, Տերը կանչել է, ես անում եմ։ Գիտես ասում որդիս, երբ որ ասում ժամանակին ես հայտնություն ստացամ։ Ես հայտնություն ստացամ Տիրոջից, որ ես պետք է գնամ անեմ այդ գործը։ Ես տեղի չտվիմ, այն ինչ որ հոգին խոսում էր իմ հետ։ Տերը իմ հետ գործում էր, ասում էր գնա արա, որտեղ ես քեզ կանչել եմ դրա մեջ։ Ես անտեսեցիմ։ Ես ապրեցի իմ ձևով, ես ասեմ, փրկվեմ ես, իմ ընտանիք, իմ տուն, իմ երեխեք, հերիքը։ Բայց գիտես Տերը վերցրեց տվեց իր որդուն։ Ասես դու չես, կլինի ինքը։ Գիտես Տերը ճարում է այն մեկ հավատարիմին։ Գիտես ես կցանկանամ որ դու ունես այդ հավատարիմը։ Ես չեմ ասում դու կարաս հարուներին բերես, բայց դու կարաս այն մեկին, այն երկուսին, այն հինգին բերես եւ դրա մեջ օրտնվես։ Գիտես Տերը քեզ սիրում է։ Տիրոջ սերը շատ մեծ է, շատ զորավոր է, դու կարաս մտնես այդ սիրո մեջ։ Երեք շատ անգամ երբ որ ասես նայում ես, կարդում ես խոսքը, ուտնում ես հոր ու որդու սերը։ Երբ որ դու կարդացեք Հովհաննեսի ավետարանը շատ անգամ եւ դու կտենաք Հովհաննեսը ոնց է խոսում այդ սիրո մասին։ Ինքը ցույց է տալի հոր ու որդու սերը եւ մենք պետք է մտնենք այդ սիրո մեջ, որտեւ այդ ամենը մեր համար է տրվել, այդ ամենը մեր փրկության համար, հասկանում եք, որովհետեւ դու փրկվես։ Սիրելիս, ես ուզում եմ հիմա կոչ անեմ քեզ, որովհետեւ դու անես քայլ դեպի Քրիստոս։ Ես գիտեք, ճիշտ ասած ես ուրիշ մի քիչ թեմա է ուզում քարոզել, բայց ես չեմ ամեն ինչ Սուրբ Հոգին տանում է ուրիշ ձևի, որպեսզի ես ասեմ, ես չեմ կարող ասեմ, թե ինչ կարիք ունես, ինչ հոգս ունես, թե ինչ կյանքով ես դու ապրում։ Գիտես, չկա գաղտնի բան, որի հայտ չկա, որտեվ Տերը գիտի քո սիրտը։ Տերը սիրտ երիկամ քնող Աստված է։ Դու չես կարա, դու կարաս մարդուց թաքցնես բան, դու կարաս մարդուն խաբես, ասես գիտես ես էս եմ, ես սեն եմ, բայց գիտես կա կողմեր, որ դու պետք է փոխես վերանայես։ Կա կողմեր դու պետք է փոխես վերանայես։ Դու քնի քո սիրտը։ Երևի Տեր ուզում է որ դու քնես քո սիրտը, նայես, ոչ թե երևի, բայց հաստատ ես քեզ կարամ ասեմ, դա խոսքն ասում եւ խոնարհվես իր առաջ եւ բերես քո սիրտը մեկ ընդմիշտ։ Եվ ես հավատում եմ որ դու դրա մեջ կորտնվես։ Սիրես Աստված քեզ սիրում է։ Տերը քեզ սիրում է։